Բարև ժողովուրդ ջան։ Ինչպես այլևս չեկա, մենք դա սպասենք նրա գալուստին։ Բայց պետք է խնդրենք դուք հեռախոսներով բացվեք։ Մի քիչ հետ գնանք երեխեք։ Դեմ են բոլորին իրականացում է ջուր ծեծելու ակցիա։ Եկել ենք ջրի մոտ, կարապելի ջուրը իդեպ հենանթեղ երևում է, հատուկ մեր համար դատարկել էին և հատուկ մեր դա արձանագրելուց հետո նորից սկսեցին լցնել։ Կարծես թե մաքրել եմ, բայց տեսնում եք ջուրը ինչքան կեղտոտ է, չգիտեմ սա որտեղից է, դե քաղաքական պղտոր ջրերն են, որը արդեն 10 օր է քաղաքական ուժերը ծեծում են, շարունակելու են մինչև ընտրությունները ծեծել և տենց ինչպես միշտ։ Չի մնում, արի մի հատն էլ հետևը դիր, այս սենց, հատ էլ սենց, թող, չի գնա։ Շասնենք համար 2 դեմ են բոլորին։ Սիրելի հայրենակիցներ, 7 րոպեից Կարապի լճի տարածքում կսկսվի քաղաքական ուժերից մեկի կողմից ջուր ծեծելու ակցիան։ Ակցիան լինելու է բառից բուն իմաստով։ Քաղաքական ուժի ներկայացուցիչը ինքնուրույն ծեծելու է ջուրը, այնքան մինչև այն պակասի կամ վերանա։ Բոլորով միահամուռ կերպով սպասելու ենք մեր քաղաքական ուժի ներկայացուցիչ, Սպայդերմենի գրասենյակի ղեկավար, Սպայդերմենի գալուստին։ Այդ է ծեծելու են ջուրը, ավեսով ծեծելու ենք։ Առաջի անգամ ենք այս բաները անում։ Ուղղակի քաղաքացիների ոչ չանեի որ։ Իրանք չգիտեն որ process-ը ծեծոսի է։ Ինչ ենք կարա սկսենք, Spider-Man-ը չկա, ես հիմա ինքնագլուխ բաներ եմ անում։ Կարող է նույնիսկ կուսակցական ժողովը պատմել։ Это хера просто, нахуй там просто сами да отвечаешь, когда слушаешь такие. Հայաստան դաշինքի երկրպագուներ կան։ Հիշեցնեմ բոլորին դեմ եմ համար 2-ն է մասնակցում է ընտրարշավի, որ բոլորին դեմ լինի։ Այո, ներկա ռեժիմը ու բոլոր քաղաքական ուժերը, ովքեր խաղում են ռեժիմի խաղը, բնականաբար պիտի մերժվեն։ Պետական դավաճանն է այս պահին իշխանության և նրա հետ մրցել, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի, ով ավելի լավ խոստումներ կտա և ով ավելի լավ ջուր կծեծի, իհարկե բնավ դեմ են բոլորինը, բոլորին դեմ եմը մերժում է։ Եվ մենք ջուր ենք ծեծում ի օրինակ մյուսների։
Երեխաները մասնակցում են քարոզարշավի ԿՀ ուշադրություն դարձրա դպրոցների տնօրեններին էլ ենք ասել, թող դադարեն դասերը, այս ժամին արդեն դե ինչ դաս, թող երեխեքին բոլորին ուղարկեն տուն, դասատուներով գան ջուր ծեծելու, դա շատ լավ պրոցես է, բոլորի համար հաճելի, տարիներով ավանդույթ դարձած, եկեք ջուր ծեծելու, Ժողովուրդ ջան տարածեք, հետաքրքիր է լինելու, բոլորին դեմ եմ, յուրահատուկ ձևաչափերով է քարոզարշավանում։ Անլուրջ ընկերներիցս ով մոտ է օպերային Կարապի լճին համեցեք, շատ անլուրջ ակցիա է։ Քաղաքապետարանը լրջի էր տվել Կարապի լճի ջուրը բաց էին թողել, երեկվանից չորացրել էին ամբողջ Կարապի լիճը, հիմա նոր ջուրը նորից բացել է լցվում է։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, բավականին լուրջ քանակի, մի ավտոբուս, ուրախ ավտոբուս էլ գվարդիա է այստեղ, որպեսզի հանկարծ ջուրը սխալ չտեծենք։ 3 րոպեից բոլորին դեմ եմ կուսակցությունը կսկսի ջուր ծեծելու ակցիան։ Բոլորին հրավիրում ենք միանալ եւ մեր հետ միասին ծեծել այս ջուրը։ Երեխեքն էին ոգևորված գնում գազեն, ասում են, այս Շատ լավ է։ Ես արդեն հայտարարությունը տվեցի, որ կհեն ուշադրություն դարձնի, որ այստեղ ներքաշված են երեխաներ։ Ասել եմ անեն դպրոցի տնօրեններին էլ ենք ասել, որ գան։ խարազը գալու է, ասում չգիտեմ։ Բայց մոտակայքի սաղ դպրոցների տնօրեններին ասել ենք, դասատուներին ուղարկեք։ Գազելներով։ Կազմակերպած, Վասիլի Արծով ասելու։ Հոժար կամքով։ Հոժար կամքով։ Այսա կգան։ Բայց այդ երեխեքին որ բերում են իշխանությունը գոնե սնունդ բան տալիս է։ Տալիս է պեչենի աբաժանում սրտիկներով։ Այ դրանք շատ կալորիտնի պեչենիներ են։ Թե կալորիին է, ճիշտը ոնց է։ Իսկ թվում է սնունդ արար երևի։ Հա։ Սպասում ենք Սպայդերմենին աչքիս։ Այսա Սպայդերմենը այս դրոնով է իջնելու։ Չգիտեմ, Սպայդերմենն էլի կարող կախված մի տեղից գա։ Կախված չլինի։ Այն ընդ ինչ-որ կարմիր բան է երևում, կարող է ինքը։ Ապա կարմիր բերետներն էին էդի։ Ընկավ։ Ինչ է, դա բան է։ Keep maximum. This is սխալ է սա։ Հա։ Ո՞ս է բանը։ Թող ես կկանգնեմ ստեղ։ Ահա։ Spider-Man Եկեք միասին կանչենք։ Ինչպես տեսնում եք, Ռիչ սրճարանի միջով մեզ է մոտենում Spider-Man-ը, նույն ինքը Սարդ Մարկը, դիմավորեք նրան։ Երբ մենք հայտարարեցինք, որ Կարապի լճում
կատարելու ենք ջուր ծեծելու ակցիա։ Շատերը կարծեցին, որ ծեծելու ենք կարապի լիճը նավակով մտնելով նրա մեջ։ Բայց մենք, քանի որ բոլորին դեմ ենք, անում ենք լրիվ հակառակը։ Ոչ թե նավակն է ջրի մեջ, այլ ջուրը նավակի։ Քաղաքական ուժերի ջուր ծեծելու համար ոչինչ չի կարող խանգարել։ Ինչը հենց հիմա ձեզ ցուցադրում է Սպայդերմենը։ Շարունակեք, ոչինչ։ Դուք կարող եք նաև դա անել թիակով, բռունցքներով, ինչու՞ չէ նաև գլխով։ Այսօր առավոտյան մենք իմացանք լուրեր, որ այս լիճը հատուկ են դատարկել մաքրելու նպատակով, բայց մենք չենք հավատում այդ լուրերին։ Կա երկու վարկած։ Առաջին, երեկվա դպրոցական երեխաների պես լիճը ինքնական է դատարկվել, որպեսզի խանգարի մեր ակցիային։ Եվ երկրորդ, մյուս 18 ուժերը իրենց բոլոր ներկայացուցիչներով այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է։ Ավելին մենք լուրջ վախեր ունենք, որ նրանք հաջորդ 30 օրը այնքան ջուր են ծեծելու երկրի տարբեր լողավազաններում, շատրվաններում, լճերում ու ջրամբարներում, որ երաշտ լինի։ Հատուկ ուշադրության եմ հրավիրում Սևանի ավազանի բնակիչներին։ Չթողնեք նրանք ծեծեն Սևանը, այն առանց այն էլ ցածր է։ Եթե կան քաղաքացիներ, ովքեր կցանկանան նույնպես ջուր ծեծել, ոչինչ ձեզ չի խոչընդոտում ինչպես բոլոր քաղաքական ուժերին։ Ծեծեք այդ ջուրը, զուգահեռ կարող եք նույնիսկ խոտ խոստումներ տալ։ Իսկ եթե լուրջ ընկերներ, այս 18 ուժերի հարացը ոչինչով էս ամեն ինչ չի տարբերվում։ Մեկը ձեզ խաղաղությունը խոսք տալու, մեկը աշխատատեղեր, կան այնքան ոգևորված ուժեր, որոնք նախիջևան են ձեզ խոսք տալի։ 18 ուժ ձեզ խոսք է տալի ջուր ծեծելով։ Ու դուք կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ Բոլորին դեմ եմ միակ ազնիվ ուժն է, որը իրերը իր անունով է կոչում։ Բոլոր քաղաքական ուժերը ջուր են ծեծում այս օրերին։ Ավելին, նրանցից շատերը քամի են անում, ոչկա են գլորում, բայց այդ ակցիաները այսօր չեն լինելու։ Միայն մեր ուժն է, որ իրականում ցույց է տալի կատարվելիքը։ Տեսեք, քանի որ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները անփորձ են, նրանք չեն կարողանում նորմալ ծեծել ջուրը, ինչպես դա կանեին օրինակ 16-րդ, 17-րդ, 3-րդ, 7-րդ ու մնացած բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Նրանք որ գային հավատացեք, ոչ թե նավակի մեջ, այլ լճում ընդհանրապես ջուր չէր լինելու։ Հիմա ես խոսալու գործիքը կտամ ժողովին, որտեղ ես էլ պակաս ջուր ծեծող չեմ։ Մեկ Քաղաքական 18 ուժեր, որոնք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, տարբեր բաներ են խոսք տալիս։ Բայց ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ահա այստեղ։ Խնդրեմ մի փոքր տեղ բացեք, մի փոքր տեղ բացեք, մի փոքր տեղ բացեք։ Տեսնում եք ահա այս լաների, այս խժշված, կիսափոխված վիճակը։ Խնդրեմ բացեք ճանապարհ կողմը։ Ես խոստովար եմ կատարած, լավագույն դեպքում սա է։ Խնդրում նայեք ու պատկերացում կազմեք, թե քաղաքական ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն տարրական, քաղաքային, կոմունալ խնդիրները կառավարելու եւ հետագայում ձեզ որպես քաղաքացիներ տարբեր բաներ խոսք տալու։ Եթե մենք վերցնենք ցուցակը տալու քաղաքական ուժերին եւ նայենք թե ինչեր են նրանք խոսք տալիս ձեզ, ապա կարելի է հայտարարել մրցույթ եւ այդ մրցույթում հաղթողներ կճանաչեն բոլոր նրանք, ովքեր ամենաաբսուրդ բաներն են ձեզ խոսք տալիս։ Մինչև մենք անդառնանք քաղաքական ուժերի խոստովատից ելի քաղաքացիներ։
դուք կարող եք մոտենալ եւ ձեր մասով ջուրծել, ընդգծելով ձեր վերաբերմունքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տված խոստումներին, որովհետեւ 2021 թվականին Հայաստան դաշինքը խոսք էր տալիս, որ նրանք գնում են խորհրդարան ամեն ինչ անելու, որ գործող քաղաքական ուժը, քաղաքական պայմանագիր կուսակցությունը այլևս Հայաստանում չունենա իշխանություն։ 5 տարի շարունակ ազգային ժողովում Հայաստան դաշինքը ունենալով տասնյակ պատգամավորներ չի կատարել իր տված խոստումը։ 2021 թվականի արտահայտ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոլորին խոսք է տվել, որ դեօկուպացիայի ենթարկելու Ադրուստու Շուշի թե ինչ տեղի ունեցավ հետո բոլորը գիտեք շատ ուզիչ է։ Ու այդպես շարունակ Բարգավաճ Հայաստան կուսակցություն ունենալով վերջին 15 տարվա մեջ 120 մոտավորապես մանդատ պատգամավորական որևէ փոփոխություններական Հայաստանի կյանքում չի իրականացել։ Ու այդպես շարունակ։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրության, գնացեք քվեարկեք բոլորին դեմ եմ կուսակցության օգտին, թույլ տվեք, որ բոլորին դեմ եմ կուսակցության կարևորագույն 3 կետերը կյանքի կոչվեն եւ մենք մեր խոստացածը կյանքի կոչենք։ Շնորհակալություն։ Իդեպ, մեր հայոց լեզուն բավական հարուստ է, ջուր ծեսելու պրոցեսին 20-ից ավել հոմանիշ կա, քամի անել, գլուխ տանել, էլի լիքը օրինակներ կան, մոտակա օրերին կարող եք սպասել այդ բոլոր մտքերից ամենայուրահատուկների իրագործմանը, իսկ եթե լուրջ, հազիվ ստեղծվել է հնարավորություն, ազատ կամ ազատության ձգտող հայերին ու ՀՀ քաղաքացիներին գնալ ու քվեարկել ներկա քաղաքական մաղձի բոլորին դեմ, բոլորին գնահատական տալ ու թողել նույն դասարանում, ընտրելով քվեատեղծիկ համար 2-ը, որը այդ բոլոր քաղաքական ուժերի իրական գնահատականն է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում 100,000-ավոր բոլոր քաղաքական ուժերին դեմ քաղաքացիներ կան։ Միակ խնդիրը, որ նրանք իմանան, որ կա բոլորին դեմ եմ կուսակցություն, որը մեկին մեկ բոլորին դեմ քվեատեղծիկի գործն է պլանավորում անել ու հունիսի 7-ին ընտրեն այդ քվեատեղծիկը։ Քվեատեղծիկ համար 2, բոլորին դեմ է։ Երկու կարևոր հայտարարություն էլ բոլորին դեմ մարդկանց համար։ Ուրեմն մենք այս 6 ամիսա ստեղծել ենք բոլորին դեմ քվեաթերթիկը։ 50 միլիոն դրամ փող ենք ճարել տեղից ընդեղից ու այս ընտրություններին այդ գումարը ծախսում ենք, որ դուք կարողանաք գաք ու ընտրեք բոլորին դեմ քվեաթերթիկ համար 2։ Խնդրում ենք, եկեք այդ ամեն ինչը արեք, որ ստիպված չլինենք գնանք դրսերը աշխատենք, այդ փողը փակվենք։ Եկեք, որովհետև եթե դուք գաք ու ընտրեք, Հայաստանում փոփոխություն կլինի։ Եթե մյուս ուժերի հետևը կանգնած են ինչ-որ դրսի բաներ, մեր հետևում սուպեր հերոսներն են։ Մենք դեռևս ամբողջովին ուժի ցուցադրություն չենք արել։ Եթե դուք գաք մեզ ընտրեք, մյուս սուպեր հերոսները պատրաստակամություն են հայտնել, վերցնեն լորդերին եւ լորդուհիներին ու գան կանգնեն մեր կողքին։ Այնպես որ առաջարկում եմ այս ընտրություններին գալ ընտրել բոլորին դեմեմին։ Մենք իդեպ այս վերջերս բացել ենք Instagram-ում հաշիվ, որը ընդամենը ուներ 3 միլիոն հազար հետևորդ։ Այսօր կորել են այդ 1 միլիոն հետևորդը։ Ձեզ ենք ման գալիս։ Խնդրում ենք, մտեք բոլորին դեմեմի էջին եւ follow տվեք։ Մենք ունենք տեսանյութեր TikTok-ում, like մեջ արեք այդ տեսանյութերը եւ share արեք այդ տեսանյութերը, որովհետեւ երբ որ դուք դա անում եք, բոլորին դեմ քաղաքացին տեսնում է, կարողա չարձագանքի, կարողա կոմենտ չգրի, բայց կարևորը հունիսի 7-ին կգա եւ կընտրի համար 2-ին, բոլորին դեմեմի։ Ինչպես նաեւ մենք ամեն օր կազմակերպում ենք տարատեսակ ակցիաներ։ Մեզ ձեր օգնությունն է պետք։
Լուր մի մնացեք ձեր տներում, ձեզ գուցե փոքր ժամանակ ձեր դասեկները երկուս են նշանակել ու դրանից նեղվել եք։ Մենք հենց դրա համար ստեղծել ենք համար 2 քվեաթերթիկը ու դուք կարող եք ձեր ձայնը արտահայտել քաղաքական ուժերին, երկուս նշանակելով եւ նույն դասարան թողելով։ Թող բոլոր ցախ ուժերը հեռանան։ Սպայդերմենը մեզ պահապան։ Որովհետև մեր ուժը փաստացի ամենալուրջ ուժն է։ Առաջ եկեք, առաջ երախեք զախից բաց Այսքան ակցիան, շնորհակալությունով հետևում էր, լավ մնացեք, մինչ նոր ակցիաներ և անհամբեր սպասեք, երբ է ամենը լրջանալու, այս ամենը հաստատ լրջանալու է, լավ եղեք։